Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Ճագար եղբայրը խանգարում է խնջույքը։ Մի օր աղվես եղբայրը մի քանի կենդանիների հրավիրեց իր տուն։ Եկան արջ ու ջրարջ եղբայրները, գայլ եղբայրը, բայց ճագար եղբայրը հրավեր չէր ստացել։ Ինչ էլ որ լիներ, ճագար եղբայրը իմացավ այդ խնջույքի մասին ու խիստ վիրավորվեց։ Նա որոշեց մի խաղ խաղալ աղվես եղբոր ու նրա հյուրերի գլխին։ Հրավիրված կենդանիները հավաքվեցին տան մոտ։ Աղվես եղբայրը նրանց խնդրեց ներս մտնել, նստել, ուտել, զվարճանալ ու զրույց անել։ Հետո նա մի շիշ գինի հանեց, դրեց պահարանին ու ասաց. «Մոտեցեք, պարոնայք, մի հատ կոնծենք»։ Թողնենք սրանց այստեղ ուտեն, խմեն ու զրույց անեն, տեսնենք, թե ճագար եղբայրն ինչ էր անում այդ ժամանակ։ Նա վազվզում էր և իր բանը տեսնում։ Ճագար եղբայրը մի թմբուկ և թմբուկի համար փայտիկներ ուներ։ Թմբուկը շատ մեծ չէր, բայց կարող էր շատ մեծ ձայն հանել։ Ուրեմն ինչ էր անում ճագար եղբայրը։ Նա երբ լսեց, որ մյուս կենդանիները գնում են աղվես եղբոր տուն, վերցրեց իր թմբուկն ու ճանապարհ ընկավ աղվես եղբոր տան կողմը։ Մոտենում էր և ուժեղ թմբկահարում։ Կարծես կարկուտ էր գալիս ու ամպրոպ էր ճայթում։ Տրամ-տա-տա, տրամ-տա-տա, տրամ-տա-տամ։ Կենդանիները խմում էին ու զրուցում։ Նրանք սկզբում ոչինչ չէին լսում, բայց ճագար եղբայրը մոտենում էր ու մոտենում։ Տրամ-տա-տա, տրամ-տա-տա, տրամ-տրամ-տրամ։ Մի քիչ անց ջրաջ եղբայրը, որ շուտ էր որսում ամեն մի տարօրինակ ձայն, հարցրեց աղվես եղբորը. «Էս ինչ բան է»։ Բոլոր կենդանիները քարացան ու ականջ դրին։ Բայց ճագար եղբայրը մոտենում ու մոտենում էր։ Տրամ-տա-տամ, տրամ-տա-տամ, տրամ-տրամ-տրամ։ Ջրարջ եղբայրը աթոռի տակից սուս-փուս հանեց իր գլխարկն ու ասաց. «Դե, պարոններ, լավ կլիներ, որ տուն գնայի, ես պառավիս ասել եմ, որ կարճ ժամանակով եմ բացակայելու, այժմ արդեն ուշ է»։ Ասելն ու հետևի դռնից ծլկելը մեկ եղավ։ Մինչ նա կհասներ բակի դարպասներին, մյուս բոլոր գազանները աղվես եղբոր գլխավորությամբ դուրս թռան ու հետևեցին նրան։ Նրանք մագլցեցին ցանկապատը և մեկը մյուսին հրմշտելով հազիվ իրենց գցեցին թփերի մեջ։ Ճագար եղբայրը մոտենում էր տրամ-տա-տամ, տրամ-տա-տամ, տրամ։ Երբ նա հասավ աղվես եղբոր տանը, այնտեղ արդեն ոչ ոք չկար։ Կանգնեց կենտրոնի դարպասի առաջ ու գոռաց. «Էհեյ, ով կա տանը»։ Ու ինքն իրեն պատասխանեց. «Ոչ ոք, սիրելիս, ժողովուրդը գնացել է»։ Սրա վրա ճագար եղբայրը սկսեց ծիծաղել և այնքան ծիծաղեց, որ քիչ էր մնում պայթեր։ Նա ուժեղ քացի տվեց և կրնկի վրա բացեց դարպասները։ Ճագար եղբայրը հաղթական քայլեց դեպի տուն։ Ոտքի մի հարվածով էլ տան դռները լայն բաց արեց ու բարձրաձայն կանչեց աղվես եղբորը։ Բայց այնտեղ ոչ ոք չկար։ Ճագար եղբայրը ներս մտավ, նստեց աթոռին, կարծես իր տանը լիներ։ Շուտով գինու հոտն ընկավ նրա քիթը։ Նա տեսավ պահարանի վրայի շիշը և մոտ գնաց։ Դե, ինչով էր պակաս ճագար եղբայրը մյուս մարդկանցից։ Նա մի բաժակ խմեց, հետո երկրորդը։ Պարզ է, մարդ այսպես որ սկսի միշտ կհարբի։ Այդ միջոցին մյուս բոլոր կենդանիները թփերի մեջ նստած պատրաստ էին մի փոքրիկ ձայնից ճղելուն։ Բայց նրանք ոչ մի ձայն չէին լսում ու քիչ անց աղվես եղբայրն ասաց. «Ապա գնամ տեսնեմ»։ Մյուս կենդանիները որոշեցին գնալ նրա հետ։ Նրանք զգուշությամբ մոտեցան տանը։ Բայց ոչ մի ձայն չէր լսվում։ Երբ ներս մտան, տեսան սեղանի մոտ քնած ճագար եղբորը, որն արդեն մի քիչ հարբած էր։ Ճագար եղբորն այս վիճակում տեսնելով, աղվես եղբայրը շատ ուրախացավ, որովհետև շատ հարմար առիթ էր նրան բռնելու։ «Դե, ճագար եղբայր», ասաց նա, «այժմ քեզ բռնեցինք»։ Աղվես եղբայրն ու մյուս կենդանիները բարկացած շրջապատեցին ճագար եղբորը։ Աղվես եղբայրն ասաց. «Եկեք որոշենք, թե ինչ դատաստան տեսնենք ճագար եղբոր հետ»։ Կենդանիների այդ ժամանակվա դատավորը ծեր արջն էր։ Անցնելով գործի, արջ դատավորը դրեց ակնոցները, կոկորդը մաքրեց ու ասաց. «Ամենալավ վճիռը նրան,
գետում խեղտելն է։ Աղվես եղբայրը ծափ զարկեց, բացականչեց. Հիանալի է, վստահ եմ, որ արջ դատավորը օրենքները լավ գիտի։ Ճագար եղբայրը ձևացրեց, թե շատ է վախեցել և սկսեց լաց լինել։ Ինձ մի խեղտեք, ճչում էր նա։ Ես լողալ չգիտեմ, խնդրում եմ ինձ չխեղտել, ես վախենում եմ, որ միանգամից հատակը կիջնեմ։ Եթե դուք ուզում եք ինձ անպատճառ ջուրը գցել, ապա խնդրում եմ տվեք ինձ իմ ձեռնափայտիկը։ Ես կբռնեմ նրանից ու գոնե միանգամից չեմ խեղդվի։ Գազանները համաձայնեցին տալ նրան իր ձեռնափայտիկը։ Իսկ աղվես եղբայրն ասաց. Թող նա վերցնի իր ձեռնափայտիկը, եթե նա միանգամից ջրի տակ անցնի, ծիծաղելի չի լինի։ Սակայն ճագար եղբայրն այնպես էր մտածում. Ես աղվես եղբայր քեզնից լավ գիտեմ, թե որն է ծիծաղելի, որը ոչ։ Բայց նա ոչինչ չասաց։ Աղվես եղբայրը ձեռնափայտը ճագարը եղբորը տվեց։ Իսկ արջ դատավորը քաշ տվեց նրան դեպի գետը, ասաց. 1, 2, 3 ու նետեց նրան ուղիղ գետի մեջ տեղը, որտեղ գետն այնքան ծանծաղ էր, որ ջուրը ծածկեց միայն ճագար եղբոր ոտքերը։ Նա միանգամից ոտքի կանգնեց և իր ձեռնափայտի օգնությամբ ողջ ու առողջ դուրս եկավ մյուս ափը։ Ցտեսություն աղվես եղբայր, շատ շնորհակալ եմ քո համով ճաշի համար, գոռաց նա մյուս ափից։ Ճագար եղբայրը տուն վերադառնալով հիշեց իր պառավ հորաքույր Մեմմի Բեմմիին ու ինքն իրեն ասաց. Երբեք մի քնիր, երբ շրջապատված ես թշնամիներով, որդյակ Ռայլի։ Երբեք գինի մի խմիր, որդյակ Ռայլի։ Երբեք մի մոռանա, որ օրենքը ուժեղների կողմն է և ոչ թույլերի։